Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձություններն է հունիսի 22-ի համար, օրը կիրակի է, գնայինք այս մյուս քարտերով տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու, գնայինք խոյերին, ինչ է սպասվում խոյերին հունիսի 22-ին, նորություն, երեխաներից կարող եք նորություն լսել, նոր որևիցե գործեր սկսեք, նոր բիզնես, երեխաների հետ կապված իրադարձություններ կարող են լինել այդ օրը, հղիություն, ծննդաբերություն, տեսնենք ինչի կորուստ է սա, ինչ-որ մի բանը կարող է ձեզ մոտ անկայուն լինել, կարող է ուշադիր եղեք երեխաների հետ կապված հարաբերությունները, ուշադիր պետք է լինեք այդ առումով, և ինչ-որ մի բան կարող է լինել, որը որ ձեզ կուրախացնի, ոմանք առիթ ունեն, ոմանք ծնունդ, նվեր կարող եք ստանալ, անակնկալներ կարող եք ստանալ և դրանից էլ ուրախանալ, տրամադրությունը բարձրանալ, բայց ինչ-որ մի բան է, որ վստահ չեք, որ այդ հարցը կայունացել է ձեզ մոտ, այդ հարցը նորմալ է ձեզ մոտ, ինչ-որ մի բան անկայուն է, եթե օրինակ պետք է գնաք ծննդաբերելու, միգուցե դա եք վախենում, ծննդաբերելն եք վախենում, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք ցուլերին, ինչ է սպասվում ցուլերին հունիսի 22-ին, ոչ է նամակ կարող եք ստանալ, ինչ-որ մեկի հետ SMS-ով կարող եք գրել, ջնջել, այդպես փաստաթղթերը կարող եք դասավորել, տեսնենք ինչ է այս, ինչի կորուստ է, ինչ-որ խաբեբաներ կարող են լինել, խաբեբաների պատճառով ինչ-որ մի բանի կորուստ է, բայց թե ինչի, այստեղ ընդհանրապես այս քարտը ոնց որ առաստված է ասում, և սա կարող է լինել նաև, այնպես են անում, որ ուրիշ ձև սկսեք մտածել միգուցե տիեզերքի մասին, Աստծու մասին, ձեր ցանկություններին հասնելու մասին, նաև ոնց որ կարող այնպես են անում, որ դուք արդեն կորցնեք այն հույսը, որ կարող եք հասնել ձեր ցանկություններին, այդ խորամանկ մարդկանց շնորհիվ, դա համար մի քիչ ուշադիր, այստեղ մի լսեք, ընդհանրապես նման մարդկանց ինչպես կարելի է լսել, ընդհանրապես դիմացինի խորհուրդը ինչպես կարելի է լսել, ինձ համար որպես ցուլ ես դիմացինի խորհուրդը բացարձակապես չեմ լսում ու չեմ օգտվում, եթե պետք է նա ինչ-որ մեկը իրան որոշի թույլ տա ուղղակի հենց այնպես տալ, ես կարող եմ ասել հա, բայց միևնույնն է վերջին խոսքի իմն է, տեսնենք ով է այս աղջիկը, էլի աղջիկա, կարող է անհանգստանում եք այս աղջիկա հետ կապված, այստեղ կամ մայր ու աղջիկ են, սկզբում, եթե սա չնայենք, այստեղ կարող է մայր ու աղջիկ են, կարող եք հանդիպել օրինակ ձեր ընկերուհու մայրիկին, եթե տղա է, այստեղ կարող այդպես հանդիպեք, կարող է ձեր զոնքաջին, սկեսրոջը, ինչ-որ մեկին կարող եք հանդիպել, ձեր հենց ընկերուհու, եթե աղջիկ է թեկուզ, ձեր ընկերուհու մայրիկին դրսում հանդիպում եք փողոցում, բայց ինչ-որ մի բան է այստեղ ամենայն դեպս երրորդը ընկավ, մի փոքր լարվածություն է կարող իրեն, որ տեսնում եք, կարող այդքան էլ լավ կին չէ, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք եկվորյակներին, ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 22-ին, Ինչ-որ, երորդ մարդն է, որ սա կա, գրիսները շատացել են, այստեղ են ասում, տեսնենք ինչ է ուզում սա, փոփոխություն է սա, կամ վախենում եք փոփոխությունից, կամ փոփոխություն եք կատարում, որը կարող է նաև լինել անմտածված և այդտեղից լինել կորուստը, այդտեղ պետք է լավ երկար մտածեք,
Եվ համենայն դեպս օրվա ընթացքում բավականին ուրախ եք, տրամադրությունը բարձր կլինի, ոմանք կարող է տանը առիթ ունեն կամ ձեր կամ պետք է գնաք, այստեղ պետք է իրոք ուշադիր լինեք, ինչ որ մեկը կարող ձեր տնից ինչ-որ մի բան տանի, եթե անծանոթ մարդիկ են գալու ձեր տուն, այդ պահերով շատ ուշադիր եղեք։ Նաև տան հետ կապված որոշ իրադարձություններ են, որոնք որ այդ օրը կանեք, ինչ որ գործեր կարող եք անել, ինչ որ բաներ, եւ այստեղ կարող է հանեք դուրս շպրտեք ինչ որ բաներ, որոնք որ ձեզ անհրաժեշտ չեն, ոնց որ փոփոխության ենթարկեք ձեր շրջապատը, այն ինչը որ ձեզ պետք չէր, այլևս ձեր տան մեջ չլինի։ Ոմանք կարող են գնալ տուն նայել ուղղակի, եթե տուն եք փնտրում, տարածք եք փնտրում, կարող եք գնալ նաև նայել դա։ Եվ իհարկե սա կարող է լինել, որ ինչ-որ մի հնարավորություն բաց թողնեք, ինչ-որ մի լավ պահ, բարենպաստ ժամանակահատված կարող եք ձեր ձեռքից բաց թողնել ուղղակի այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 22-ին։ Փոքր անհանգստություն կա, դա երևի թե ընդհանուր Հայաստանի վիճակից է, չգիտեմ ինչ-որ մի բաներ է կատարվում, դրանից է կարող է, չնայած այսօրը որ ուզում եմ, որ անում եմ, երևի թե կնայեք և ուղիղ եթերում կլինեմ երեկոյան։ Ամենայն դեպս ինչ-որ մի բան անհանգստացնում է ձեզ, ինչ-որ մի բանից լարված եք, դա կարող է լինել ուժային կառույցից, կարող է լինել ոչ մասնագետից, պետական հիմնարկությունից, ինչն է այստեղ խոչընդոտը, եւ ով է այս աղջիկը։ Ուրեմն լարվածություն կա այստեղ, լարվ կամ այդ տվյալ անձնավորությունն է աշխատում նման տեղ, կամ ինչ-որ մի բան է, կամ պետք է գնաք հաջորդ օրը պետական հիմնարկություն, դրա համար եք լարված։ Այդ աղջիկա հետ կապված գումարային թեմա է, կամ նա է ձեզ գումար տալու, կամ դուք եք իրեն գումար տալու, հնարավոր է նաև գումարային այստեղ պարտք ու պահանջը իրար հանդեպ, դրա հետ կապված կարող է հարցերը լուծեք։ Եվ այստեղ որոշ խոչընդոտներ կան ձեր ընկերոջ մոտ, որ դուք պետք է օգնեք, կամ ինքնաստեղծում խոչընդոտներ ձեզ համար։ Կարող է ինչ-որ մի բան է խոստացել եւ չի անում եւ դրանից էլ բխում է այդ խոչընդոտները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին հունիսի 22-ին։ Ճանապարհներին կարող եք լինել, տեղափոխություն, երկրից երկիր, քաղաքից քաղաք, տանից տուն ինչ-որ բաներ տեղափոխեք։ Նաև սա ձեր գործերն են, որոնք որ առաջ կմղեք այդ օրը։ Եվ ոչ է փաստաթղթ է սա, կամ կլրացնեք, կամ կգրեք, կամ ցուցակ կկազմեք, կամ թղթերը կառանձնացնեք ինչ-որ մի բանի համար։ Այդ օրը նաև հանդիպում եւ շփում ձեր ընկերոջ հետ, կամ նոր ընկերներ են, որ կարող ծանոթանալ, նոր ընկերներ ձեռք բերեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 22-ին։ Հանդիպում կամ շփում որևէ աղջկա հետ, տեսնենք ով է, ընկեր է, ընկերուհի է, կարող է իրար հետ անցկացնեք օրը, տեսնենք ով է այս խորամանկ անձնավորությունը, խաբեբայ է, լարվածություն է առաջացնում, բոլորի մոտ լարվածություն կա այդ օրը, այս շաբաթ կիրակի ընդհանուր, կամ անհանգստանում եք, կամ այնպիսի մի բաներ կարող է ասել, իր շուստրի ձևերով, որ դուք սկսեք անհանգստանալ, լարվել ինչ-որ մի բաներից։ Ինչ-որ մեկն է խաբեբայ է, որը որ կարող է ինադու է անում, որ եւ ինքը հետո հրճվի։
Եվ այդ օրը հանդիպում կունենաք ոչ պետական աշխատողի հետ, նաև եթե մեքենա եք վարում, այ պետք է մի փոքր ուշադիր լինեք, որ պետավտոտեսուչներին չհանդիպեք։ Դա նաև ինչ-որ մեկն է, որ ձեզ այդ օրը ձեռ կմեկնի և կօգնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 22-ին։ Այստեղ տատանվելու եք, ընտրության առջև եք կանգնելու, ոմանք շատ ուժեղ, այդպես ոնց որ շատ կարևոր, ավելի շատ, եւ ոմանք էլ ուղղակի ինչ կրել, ինչ հագնել, ինչ անել, այդպես։ Նաեւ այստեղ գումար կարող եք ծախսել, որն էլ հենց կողմ մտածում եք, գնեք այդ ապրանքը թե ոչ, ծախսեք գումար թե ոչ, նաև գումար կարող է գալ այդ օրը։ Եվ խորամանկ մարդ կա, տեսնենք ինչ է ուզում ձեզանից, չխառնվեց, տղամարդ է, ուղղակի դա է ցույց տալիս, տղամարդ է այդ խորամանկ անձնավորությունը, թե հիմա կփորձի ձեզ հետ ծանոթանալ տվյալ անձնավորությունը, այդպես խորամանկորեն կարող է մոտենալ, որպես անգամ սիրահարված կարող է լինել եւ այդպես։ Եվ կարող է իրոք շատ խորամանկ մարդ լինել, որ ումից որ պետք է մի փոքր ուշադիր լինել եւ չլսել իր զառանցանքները այդպես։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 22-ին։ Առիթ ունեք կարծես թե, կամ դուք եք առիթ ստեղծում, կամ ոչ միտեղ կարող գնալ, որտեղ շատ մարդիկ կան, հասարակական վայր, այգի, կինո, ինչ-որ միտեղ, գիրակի է, երեխաներին վերցնում եք, գնում եք ինչ-որ միտեղ։ Բնության գիրք, դա նաև այստեղ գեղեցիկ վայր է։ Եվ այդ օրը շատ շփում կունենաք, կամ տարբեր մարդկանց հետ, կամ մեկ հոգու հետ, սովա, ինքան շոք է, բոլորը ուզում են գալ, շունչ չկա, ժողովուրդ ջան, չես կողմ շունչել, նաև կարող է լեզվակռիվ է դա, մի փոքր այդ հարցում արդեն իսկ պետք է ուշադիր լինեք, որովհետև կարող խոսք եւ լեզվակռվի վերածվել դա, նաև շփում, ուղղակի այստեղ կարող է տարբեր մարդկանց հետ շփվեք, բացի դա էլ սա բամբասանք է, կարող է ուղղակի բամբասում են, եւ հանդիպում շփում որևիցե կնոջ հետ, բոլորը իմ մոտ խնդիրներ ասամ, կամ այս կնոջ հետ կապված եք անհանգիստ, կամ լարվածություն կա, կամ լարված եք, այդ կնոջ մասին եք մտածում, կամ ինքն է ստեղծում այդ լարվածությունը ձեզ համար, կամ նույնպես ամ բորբոքվեք, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 22-ին։ Փոփոխություն տեղի կունենա, ոմանք տան, ոմանք ինչ-որ տարածքի, ոմանք երկրի նաև, այստեղ նաև հղիություն, ծննդաբերություն, մի փոքր իմաստուն է պետք լինել, որպեսզի հաղթահարել խոչընդոտները այդ օրը, եւ կարող են օծեր լինել սա ուղղակի, վատ վերաբերմունք կամ նախանձ մարդիկ։ Այստեղ գիտեք, օծը ընդհանրապես խորի իմաստ ինչ որ հենց այնպեսի մի հատ հասարակ կենթանի չի։ Եվ այստեղ նաև անակնկալներ կան, անակնկալներ, ուրախ պահեր։ Կարող է դուք պետք է ստեղծեք ձեզ համար նմանատիպ պահեր եւ ուրախանաք դրանով։ Ավելի խելացի պետք է գտնվել ուղակի այդ առումով, որպեսզի դուք ձեր կյանքը դարձնեք ուրախ տոն, ուրախանաք յուրաքանչյուր պահերից։ Թեկուզ հենց այդ օրը կարող է ինչ-որ մի լավ բան տեղի ունենա։ Նաև սա կարող է լինել, որ ձեզ համար ոչ հաճելի մարդ է ձեզ նվեր տալիս, կամ ինչ-որ մեկն է, որ ծաղիկներ է ձեզ օրինակ տալիս, բայց պետք է չտար։
կամ այստեղ ոնց որ պարտավորեցնում է, որպեսզի հետո շփվեք իր հետ։ Մի ընդունեք նվերներ ամենայն դեպս այդ օր անծանոթ մարդկանցից, նաև տհաճ մարդկանցից։ Սա ինչ որ կամ տհաճ են ձեզ, բայց ինքը կարող ուզում է փորձել որ ձեզ հետ ծանոթանալ, ձեզ հետ շփվել։ Կամ պարտավորեցնում է ինչ որ հարցում, որ դուք էլ իրեն նվեր անեք կամ չգիտեմ։ Նաև այդ օրը խոչընդոտներ կան, տեսնենք ինչից է։ Ինչ որ կին է ստեղծում այդ խոչընդոտները կամ իր մոտ է այդ խոչընդոտները եւ պետք է դուք օգնեք իրեն կամ ինքն է ձեզ համար խոչընդոտներ ստեղծում։ Դե օրինակ հասարակ մի բան է, կին եւ խոչընդոտ, կարող է ձեր վարսահարդարը, կին է եւ ուզում եք այն որ շատ կարեւոր է որ պետք է գնաք իր մոտ, նա ասում է չէ, հա, բնականաբար նա ձեզ համար խոչընդոտ ստեղծեց այդ պահին, չկարողացաք եւ չհաշված որ դուք կարող եք լինեք վարսահարդարը եւ հաճախորդը գա այն վերջին րոպեին սա եմ ուզում եւ ձեզ համար խոչընդոտներ ստեղծի։ Նա այնպեսի մի բան է, ինչ որ մի կին է, ով որ մեքենան ձեր մեքենայի հետևն է կանգնացել, ձեզ համար խոչընդոտ է ստեղծում։ Պարտադիր չի որ մեծ գլոբալ, չգիտեմ ինչ որ լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աճիղճուրներին։ Ինչ է սպասվում աճիղճուրներին հունիսի 22-ին։ Հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ, ընկերու հետ, կիրակի իր հետ անցկացնեք։ Նաև ինչ-որ մեկի տանը հյուր է, ինքը հյուր է գալիս կամ դուք եք գնում հյուր եւ կարող առիթ է նաև երեխաների, ձեր ընկերու երեխայի առիթն է, ձեր ընկերոջ երեխայի առիթն է եւ գնում եք այդ առիթին։ Ինչ որ մի տուն կամ տարածք դա կարող է լինել, բայց ինչ որ ռեստորան չի, կարող ինչ որ տեղ է վերցված։ Նաև տան հետ կապված ոչ է գործեր կարող անել, ոչ է պահեր կամ ընկերուին է օգնում ձեզ, եթե տեղափոխվում եք, դուք եք օգնում իրեն, եթե ինքն է տեղափոխվում։ Նաև ոչ ինչ որ գործեր կարող եք ուղղակի այդ օրը ընկերուն հանդիպել, ընկերոջի հետո գալ տան գործերով զբաղվել, տան հետ կապված հարցերը լուծել, նաև ձեր թոռները կարող են գալ ձեր տուն, դուք գնաք թոռների տուն։ Հղիություն, ծննդաբերություն, նաև ոմանց համար դա։ Եվ նոր գործ, նոր բիզնես, կարող է օրինակ ձեր ընկերու հետ որոշում եք նոր ինչ-որ բիզնես սկսել։ Ընկերուն դնենք մի կողմ, ընտանիքով եք որոշում, որ ոչ է բիզնես սկսել, նոր կյանք կարող է ոմանց համար սա, նոր կյանքի սկիզբը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 22-ին։ Առիթ եք, կամ կարող եք գնալ հասարակական վայր, որտեղ շատ մարդիկ կան։ Կարող եք նաև տեղափոխվել մեկ այլ երկիր եւ այդ ինչ որ նմանատիպ տեղ գնալ, օրինակ հանգստանալու կարող եք գնալ եւ գնալ այնպիսի տեղ, որտեղ այդպես մեծ ինչ որ տեղ է, մարդիկ շատ կան։ Դե այնպես են գնում մարդիկ։ Իտալիա եւ այնտեղ տարածքներ կան, չէ, որտեղ որ կային շատ մարդիկ են միշտ այցելում։ Դուբայ, գեղեցիկ վայր է, եւ կարող է նաեւ ուղղակի Հայաստանի մեջ ինչ որ մի տեղ եք գնում, այգի եք գնում, կինո եք գնում, եթե իհարկե չունեք առիթ։ Այդ որ ձեր ցանկությունները կիրականանան։ Նաեւ ոմանք կարող է օտար երկրից ոչ նորություն լսեն կամ այնտեղ հնարավորություն լինի գնալ, հանգստանալ թեկուզ կամ եթե ցանկություն ունեք, այդ օրը պահեք, կկատարվի։ Դե ովքեր մարդիկ ունեն այնտեղ ապրում են, իրենց մասին ինչ-որ բան կլսեք։ Եվ այդ օրը ոմանք կամ գումար կստանան, ոմանք էլ նաև գումար կծախսեն, կօգտագործեք գումարը։ Կարող նաև օտար երկրի հետ կապված լինի, ձեր հաճույքների հետ կապված լինի այստեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 22-ին։ Շփում, տարբեր տեսակ կամ մարդկանց հետ, հնարավոր է նաև բամբասանք է, հնարավոր է նաև լեզվակռիվ է ինչ-որ մարդկանց հետ։ Եվ այդ օրը ոչ մի բան ձեր կյանքից կգնա կամ իրոք այստեղ լեզվակռվի մեջ կմտնեք ինչ-որ ընկերուհի կարող է գնալ կամ ինչ-որ մեկը կարող է գնալ,
ազատվեք իրենից վերջապես կամ ուղղակի այլ լեզվակռվից լինի դա, եթե դե չեք ուզում մարդկանցից հեռանալ, ապա պետք չի։ Եվ նաև ինչ որ մի բան այսպես թե այնպես գնալու է տեղ ազատի մյուսին։ Եվ այստեղ առիթ է, ոմանց կարող է երեխան է գնում, ազատում է սենյակը, գնում է, ամուսնանում է կամ նշանադրությունն է այդ օրը։ Նաև ոմանք կարող են գնալ առիթի այդ օրը, եթե նման առիթ ունեք, կամ կգնաք ինչ որ միտեղ, որտեղ որ հասարակական վայր է, կամ սա նաև ինչ որ մի բան բաց կթողնեք եւ կարող զբաղվեք հասարակական գործունեությամբ, կամ ինչ որ մարդկանց օգնեք, կամ որոշեք մտնեք քաղաքականություն, ինչ իմանամ։ Ինչ որ բաներ կարող է լինել, որտեղ որ էլի շատ մարդկանց, որովհետեւ ինչ որ մի բան թողնելու եք հետ։ Ինչ որ մի բան գնալու է նոր ինչ որ մի բանի համար։ Նորն էլ այստեղ կամ հասարակական գործունեությունն է, կամ նոր կյանքն է, կամ արդեն թողնում են ոնց որ հայրական տունը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։